Սասնա ծռեր ազգային վեպը կամ Սասունցի Դավիթ ժողովրդական էպոսը լուսազներգության առաջին արձանագրումից 1873 թվականից մինչ օրս անցել է գրառման, հասարակական ճանաչողության և գիտական ուսումնասիրության երկարամյա ճանապարհ։ Հայ հանրությունը էպոսն առաջին հերթին գիտի 1939 թվականին կազմված համահավաք բնագրով, որն անգնահատելի նշանակություն ունի մեր ժողովրդական վեպի մասսայականացման, համաշխարհային ճանաչման և ուսումնասիրության համար, սակայն չպետք է մոռանալ, որ այն կազմվել է շտապ և այսօր հայտնի 160 պատումներից ընդամենը 60-ի հիման վրա։ Հետևաբար, հայ էպոսագիտության արդի փուլի հրատապ խնդիրներից մեկը նոր համահավաք բնագրի կամ բնագրերի կազմումն է։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ժամանակ ունի իր էպոսը, ունի էպոսի իր ընկալումը, եւ ժամանակ անց, մասնավորապես փաստորեն 39 թվականից տասնամյակներ են անցել, առաջացել է նոր տեսակ համահավաք բնագիր ունենալու խնդիրը։ Ինչ է համահավաք բնագիրը։ Գիտենք, որ էպոսը բանավոր ճանապարհով է մեզ փոխանցվել, այսինքն հիմնականում արևմտյան եւ արևելյան Հայաստանում տարբեր ասացողներ, վիպասացներ 19-րդ դարի վերջից սկսած պատմել են էպոսը։ Կարծես նույն ուրեմն ընդհանուր առմամբ նման սյուժեի տարբերակները մենք ունենք, որտեղ իհարկե կարող են շատ տարբերություններ լինել, նույնիսկ հերոսների անունները, հերոսուհիների անունները երկրորդական տարբեր լինեն, ճյուղերի քանակը, կառուցվածքը տարբեր լինի։ Նոր համահավաքի ստեղծման նախաձեռնողը Անտարես հրատարակչությունը նպատակ ունի, որպեսզի էպոսը արձագանքի մեր պետականության հետ կապված որոշ մարտահրավերների և խնդիրների, պատասխան տային հարցերին, որոնք հուզում են մեզ այսօր, ով ենք մենք և ուր ենք գնում, չէ՞ որ մենք մեզ նույնացնում ենք մեր էպոսի հերոսներին։ Կարևոր ֆունկցիաներից մեկը այդ ճիշտ ու սխալից տարբերելու խնդիրն է։ Ունես չի, որ էպոսի հերոսները դրանք ճշտերն են։ Էպոսում լիքը բան է կատարվում, որ դա նախատանք է, դաս է մեզ, որ պիտի դա չանենք ոչ մի կերպ ու վերջ։ Այսինքն ոչ թե պետք է նմանվել էպոսի հերոսներին, էպոսի հերոսները մեր ժողովրդի տարբեր դրսևորումներ են, դրսևորումների կրողներն են, մեր բնավորության գծերն ունեն, ու եթե բնավորության գծերը քայքայում են մեր պետականությունը, մենք պետք է էպոսից սովորենք դա չանել։ Եթե հակառակը նպաստում են ավելի բարեկեցիկ կյանքով ապրելուն, ավելի ազատ պետությունում ապրելուն, հնարավորություն տալ հայերենի զարգացմանը եւ այլն, ապա պետք է անել։ Այս աշխատանքը առաջին ու կարևորագույն քայլն է եւ շատ գնահատելի է Fast Credit ընկերության ղեկավարության նախաձեռնությունը եւ հովանավորությունը նոր տեսակ բնագիր ունենալու, որովհետեւ շատ կարևոր է, մարդիկ բոլորս գիտենք էպոսի մասին, բայց իրականում շատ քիչ են կարդում, որովհետեւ դժվար է, շատ բան հնացած է մեզ այսօր թվում, բայց էպոսը ասելիք ունի մեզ բոլոր ժամանակներում եւ հատկապես այսօր։ Հայկ Համբարձումյանի խոսքով սա չափազանց հայրենանպաստ աշխատանք է, որի շնորհիվ էպոսը շարունակելու է իր գրավոր կյանքը, քանզի յուրաքանչյուր նոր հրատարակություն երկարացնում է էպոսի, հետևաբար նաև ժողովրդի կյանքը։